Նարեգինունի մեդիա հապ, պարոն Քոչարյան, արդեն ասացիք, որ մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին, չնայած նրան, որ օրինակ վերջերս Նիկոլ Փաշինյանը արժանապատվությունից հպարտորեն հայտարարեց, որ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը իր համար գանձ է, ու եթե այս խորհրդարանական ընդդիմությունը նորից գա իշխանություն ստանձնելու այդ մտքով, ապա իրենք միանշանակ 50+% ձայնով 50+1% ձայնով իշխանություն են ստանձնելու։ Այս պարագայում, երբ որ ընդդիմությունը նաև երևում է, որ մասնատվածություն ունի ու Փաշինյանը ասում է, որ այս պարագայում, այս դեպքում ինքը հաղթելու է միանշանակ։ Հնարավոր է Մոլդովայի օրինակը, օրինակ հայաստանյան ընդդիմությունը կարողանա կիրառել մեկ թեկնածու, բոլոր ուժերը այդ մեկ թեկնածուի շուրջ նման բանակցություններ կան թե ոչ։ Դուք ասացիք, որ կուզեք դաշտում տեսնել այնպիսի ուժեր, որոնց հետ գործակցելը հեշտ կլինի։ Այս պահին արդեն նշмарվում է որևէ ուժ, որի հետ դուք գործակցեք ու գնաք նաև դաշինքով, եւ եթե չստացվի Նիկոլ Փաշինյանին հաղթել 2026 թվականին, ապա դուք կլքեք քաղաքականությունը, թե կշարունակեք մնալ։ Շնորհակալ եմ։ Հիմա հարցը ո՞րն էր։ Երեք հիմնական Դուք ինձ փայլուն հնարավորություն եք տվել միայն այդ վերջի կտորին պատասխանելով թեման փակել։ Մոլդովայի օրինակ Հայաստանում կիրառելի է թե ոչ, երբ որ մեկ թեկնածու է Հա, չէ, որտեղ սկսել եք գանձից։ Փաշինյանի խոսքն է։ Okay, դե գոնե մի անգամ մի լավ բան ասեց ընդդիմության մասին։ Գանձ բառը եթե առանձին դիտենք։ Լավ, ես միգուցե մի քիչ այլ անկյան տակ այս հարցին պատասխանեմ։ Հիշում եք 18 թվականի ընտրությունները, եւ ինչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Չկրկնեմ։ Ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, հիմնական թեզերը սա էր։ 21 թվականի ընտրություններ։ Էլի ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, Ղարաբաղը պահելու sense անսասան մտադրություն, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։ Հիշում եք։ Հիմա ես կցանկանայի ձեր հետ մի հատ բան անենք, մի փոքր վարժություն անենք, փորձենք մոդելավորենք, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի, ինչ կարգախոսներով։ Հասկանում, մի հատ մոդելավորենք։ Ժողովրդավարությունից երկու սրբազան բանտում պահելով դու պիտի խոսաս ու Սամվել Կարապետյանով բանտում։ Ինչ ժողովրդավարություն։ Քանի համայնքապետի կալանավորում եւ այլ։ Սոցիալական արդարություն աղքատության մակարդակը։ Հավ ինքը 24% ընդունել է 24%-ի վրա է։ Սոցիալական արդարության ամենից sense ամփոփիչ ցուցանիշը հենց աղքատության մակարդակն է։ Էլ ինչ էր այդ հա բանը էս միրոպ այն հիմնական կարգախոսները որով ինքը միշտ մասնակցել է ընտրություններին, կոռուպցիայի մասին չեմ խոսում։ Ինքը այսօր Հայաստանում sense կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորեց կոռուպցիան։ Պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ անիֆի պես 65 միլիոն դոլարի ոչնչացում ուղղակի չի եղել նման օրինակներ։ Կամ համայնքական հիմնադրամից 100 միլիոնը sense Գոլոշյանը հանկարծ ես հիմնադրամի խորհրդի անդամ էի այն ժամանակ։ Հոգաբարձուների խորհրդի on-line ինչ որ հանդիպում էր, ես պահանջեցի հաշվետվություն։ Գիտեք պատասխանը ինչ էր։ Պետք էր ծախսենք։ Հետո ինչ որ իբրև հաշվետվություն են ուղարկել, որը ուղղակի ծիծաղելի էր։ Պետք էր ծախսել։ Վերջ։ Ինչ ուզեմ բանակցեմ, դուք ինչ գործ ունեք, այս ոչի մեջ էր այդ ամենը։ Հիմա մնում է մեկ կարգախոս, չէ՞։ Մեկ կարգախոս, խաղաղության։ Հիմա մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանք այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն, եւ զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։ Սա է։ Հիմա եթե չլներ այս ամենը ինչ որ կատարվեց, հակառակ ընդդիմությունը կարող ասի, այս գալիք ընտրությունների համար որպես իշխանություն Նիկոլ Փաշինյանը գանձ է։ Ընդդիմությունը կարող է այդ թեզը օգտագործի, որովհետև այս մարդը ասելիք
Չունի։ Իսկապես չունի։ Իրական պատկերը սա է։ Հաջորդ հարցը ցախատված Պուտին։ Ես գանց չեմ ասում, ինձ չվերնագրեք, ես ասում եմ տեսականորեն, էլի։ Ես կնախընտրեի եթեներով այս հարցում մենք չխոսանք։ Իմ տպավորությամբ եւ այն սոցիոլոգիան, որ այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի։ Եթե սխալներ չգործենք։